Նասրյան, կներեք, դուք կարևոր պաշտոն եք զբաղեցնում, ինչու ձեզ տան հասցեն ասեցիք, դե դրա համար եմ ասում, դա կարելի է եթերում ձեր տան հասցեն ասել։ Ես ասեցի այդ։ Մտածում որ կթիրախավորվեք։ Որը։ Որ ձեր տան հասցեն ուղիղ եթերում ասում եք, չեք մտածում որ կթիրախավորվեք։ Ես հասարակության անդամ եմ։ Տեսնում ենք ինչպես են Բարսաշճան։ Դժվար չի իմ հասցեն իմանալ, եթե ես նույնիսկ չասեմ, դուք էլ կարող եք իմ հասցեն իմանալ։ Ես դա ինչու եմ ինձ ասում, ես ասում եմ, որ ցանկացած մարդ էլ 21-րդ դարում ժամանակակից պատերազմներում խոցելի է։ Եվ ես, եւ դուք, եւ մյուսները, սակայն մենք հանդիսանում ենք հասարակության մի անձը, անհատը, ով ի պաշտոն է կատարում է իր պարտականությունները։ Եվ ես չեմ վախենում այդ ձեր ասածից, որ ես կարող եմ խոցելի դառնալ։ Ինչ վերաբերում է հակառակորդ, հավանական հակառակորդ հանդիսացող պետությունների համար, որ ես կդառնամ խոցելի, դրա պաշտպանվածության ձևը կա։ Պարոն Ասրյան, ես ուղիղ եմ պարզապես հարցնում, ինչու ընտրությունների նախօրյակին, ընտրությունների օրը հիշեցինք, որ զորահավաք պետք է լինի, զորավարժություններ պետք է գնան եւ Ռուսաստանից եկող մեր հայերին բոլոր ժամանակներում ռազմական ոստիկանությունն է օդանավակայանում։ Մենք ոչ միայն ընտրությունից առաջի օրն ենք դա իմանում։ Մենք դրա մասին բարձրաձայնել ենք 26 թվականի հունվարի 1-ից սկսած առ այսօր, 25 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 31-ը եւ այսպես տարիներ նահանջելով, որ բոլորին գիտեն, կանգնեցնում են եւ ասում են դուք եկել եք Հայաստան, պետք է նաեւ գնաք զորավարժությունների, մասնակցեք այդ զորահավաքին։ Այնտեղ կան մարդիկ, այս պահին օրինակ Ռուսաստանից ինքնաթիռը որ իջնում է, մեր հայ քաղաքացիների դիմավորում է ռազմական ոստիկանությունը։ Օդանավակայանում նկատի ունի հիմա կա ռազմական ոստիկանության այնտեղ դիմավորում են իրենց։ Ռազմական ոստիկանության աշխատողը կարող է լինել այնտեղ, որտեղ ինքը պետք է իրականացնի օպերատիվ աշխատանք։ Ինքը ռազմական ոստիկանությունը այնպիսի կառույց է, որը իրականացնում է եւ զորքերի ուղեկցման, եւ պահպանության ծառայություն, եւ նաեւ օպերատիվ աշխատանք։ Դա իրենց օպերատիվ աշխատանքի բացառիկ մասն է։ Եկած քանի քաղաքացի ստացավ ի վերջո ծանոթություն, կարող եք Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր բանակ զորակոչված ինչպես նորակոչիկի, այնպես էլ պահեստազորայինի պատշաճ ընդունման եւ նրանց ծառայության վայրում նշանակելու եւ ծառայություն իրականացնելու համար։ Առհասարակ դրսից ով գալիս է, կապ չունի Ռուսաստանից, թե այլ երկրներից, փորձում եք այդպես արագ եւ օպերատիվ ծանոթություն տալ վարժական հավաքի։ Հայաստանի Հանրապետության տարածք մտնող ցանկացած մարդ ինքը համակարգով քաղաքացի ինքը երևում է նամանավանդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներս եւ դուրս ամեն բոլորն էլ իսկ ինչ գիտեք որ ծանոթություններ ստացել են հարցնում եմ չգիտեմ դրա համար եմ հարցնում ասում եմ ստանում են երբ որ արդեն իսկ հերթական վարժական հավաքները անցկացվեն եւ այդպիսի մարդիկ ընդգրկված լինեն վարժական հավաքների դուք դրա մասին գիտեք քանի հոգու եք տվել ծանոթություն Դրսից եկողներին ծանոթման թիվ չկա։ Ես ծանոթություն տվող չեմ, ծանոթությունը տալիս է Հայաստանի Հանրապետության հանրապետական զինկոմիսարիատը եւ նաեւ տարածքային զինկոմիսարիատները, որոնք իմ կառավարման ներքո չեն։ Պարոն Ասրյան, իսկ ադրբեջանական թե ծանոթում է ստանում, ո՞նց է այդ ընթացակարգը։ Հիմա այդ մարդիկ մնացել են Հայաստանում, թե նորից Ովքեր։ որ ստացել են։ Ես հարցին պատասխանեցի, արդեն ես տեղյակ չեմ։ Մարդիկ ծանոթվել են, չեն ծանոթվել։ Եթե գան մասնակցեն վարժական հավաքների, բարով գան, իրենց 25 օրը կծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ կգնան։ Պարոն Ասրյան, իսկ ադրբեջանական զորքը ի վերջո ջերմուկի դիրքերում շատ ամրապնդվեց այս տարիների ընթացքում։ Ամրաշինական աշխատանքների մասին ընդդիմադիրներն էին մշտապես ահազանգում, որ բացի դիրքերից այնտեղ բազմաթիվ ենթակառուցվածքներ են պատրաստվել եւ կառուցվել։ Շատ են ամրապնդվել, այսինքն այդ ամրաշինական աշխատանքները իսկապես շատ են իրականացվել։ Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի։ Իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգ ենք։ Ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով։ Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ։ Դուք եք ասել, որ կսովածանան։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք է դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև ինչու եմ ասել։ Ես եմ ասել
ես չեմ զլանում, դա հաստատել, որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ, իսկ այժմ շատ, այսինքն դուք ասում եք մենք ահազանգում ենք այդ ամրաշինական աշխատանքները, շատ է, այսինքն ենթակառուցվածքները իսկապես շատ են ինժեներական եւ այլն իրականացվում այդ տարածքներում։ Քանակական ես չեմ կարող ասել ինչքան է, դա ճիշտն ասած։ Չէ, քանակ չէ, ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Պատկերը այն է, որ իրենք գտնվում են, մտահոգիչը այն է, որ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ բազմից անգամ լսել եք, ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ամբողջականությունը վերականգնվի։ Ամրաշինական աշխատանքները, որ իրականացնում են, պարոն Ասրյան, արդյոք չի խոսում այն մասին, որ դա հետ գնալու անգամ սահմանազատման process-ում հետ գնալու ահազանգ։ Դա ոչ, ճիշտ գնահատական չէ, որովհետև եթե նաև անցած ոչ միայն մեր փորձը, այլ համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ դրվագներ կան, որ այո, տարածքից դուրս են գալիս եւ որտեղ ներքին հանդիպությամբ, ջերմուկի ուղղությամբ այնտեղ ծառային հատվածները, մեր հսկողության տակ է ձորը, նույն երևի ներքին հանդի արգելոցի, այսինքն այդ Զանգելյանի արգելոցի մասով է, նայեք, երբ որ ինժեներական ամրաշինական կառույց է սարքվում, այնտեղ որտեղ ծառը պետք է հատել, հատվում է, այնտեղ որտեղ պետք է արհեստական ոչ պայթունային արգելափակոց ստեղծել ծառերի հատումներով իրականացվում։ Իսկ ինչու չի դատապարտվում։ Հիմա ես չեմ կարող ասել, որ հրապարակային հայտարարություններ չի լինում, գոնե ոչ հրապարակային խոսում եք ադրբեջանցիների հետ այդ մասին, օրինակ ասում եք իրենց, որ անթույլատրելի է այնինչ արվում է եւ այլն, թե լրությամբ հետևում եք սահմանազատման process-ը մոտենալ։ Զինված ուժերը, գլխավոր շտաբը եւ գլխավոր շտաբի ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահպանում։ Քաղաքական խողովակներով ասում եք, որ քաղաքական պաշտոնյաները դա անեն։ Այդ հարցը ուղղեք համապատասխան։ Պարոն Ասրյան, Նախընտրական շատ էր այդ մասին խոսվում եւ քարոզարշավը կառուցվում է նաեւ դրա հիմքով իշխանությունը արցախցիների վերաբերյալ ասում է օրինակ դուք ինչու չեք զոհվել պարոն Ասրյան դուք արցախցի եք դուք պաշտոնյա եք զինվորական ես ուզում եմ հարցնել դες ինչպես ստացվեց որ դուք չզոհվեցիք եկաք Հայաստան եւ Բարձրաստիճան պաշտոնեць զբաղեցիք Ես առաջարկում եմ որպեսզի այսուհետև ոչ ինձ ոչ մյուսներին ոչ գյումրեցուն ոչ լոռեցուն եւ ոչ էլ արցախցուն ղարաբաղցուն չասեք դու ղարաբաղցի ես, դու գյումրեցի ես, ասես դու հայ ես, ես հայ եմ, ես, լսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը այդպիսի բան չի ասել, որ դու արցախցի ես, ես հայ եմ, ես զբաղեցնում եմ պատասխանատու պաշտոն, զինված ուժերի գլխավոր շտաբպետ եւ ես կատարում եմ իմ առջեւ դրված խնդիրները։ Չեք լսել արցախցիների մասին վարչապետի խոսույթը, ամբողջովին եթե լսեք իմանաք, որ ես խնդրում եմ այդ հարցերը մի ուղղեք որպես պետական պաշտոնատար, ռազմական գործիչ, ես կատարում եմ իմ Ասրյան